Ուզում եմ խոսել արտաքին քաղաքականության մասին, առանց ինքնախաբեության։ Խոսելու եմ ոչ թե դիվանագիտական լեզվով, այլ այնպես, ինչպես խոսում են հարազատների հետ։ Վերջին տարիներին մեզ մի հեքիաթ պատմեցին։ Այդ հեքիաթում մենք, փոքր, բայց հպարտ Հայաստանը, կանգնած էինք մեծ ու վատ հարևանների դիմաց։ Մեզ ասացին, միայն Ռուսաստանը կարող է մեզ փրկել, հետո Արևմուտքը, հետո Միացյալ Նահանգները, հետո Եվրոպան, հետո նորից ԱՄՆ-ն։ Եթե մենք մեզ լավ պահենք, եթե անենք այն, ինչ նրանք են ասում, նրանք մեզ կպաշտպանեն։ Եվ ինչ ստացվեց։ Մեր սահմանները կրճատված են, Արցախը հայաթափված է, մեր տարածքները օկուպացված են, մեր հայրենակիցները գերի են Բաքվի բանտում, մեր անվտանգությունը երբեք այսքան խոցելի չի եղել, բայց սա դեռ ամենավատը չէ, ավելի վատը այն է, որ մեզ փորձում են համոզել, որ սա նորմալ է, որ դիվանագիտություն նշանակում է սպասարկել ինչ-որ մեկի շահերը, բայց ոչ քոնը, դու պետք է շահեր չունենաս, իսկ իրականում Հայաստանն իրավունք չունի վատ հարաբերություններ ունենալ որևէ գերտերության հետ։ Այսօր Հայաստանի դիվանագիտական ձայնը մեղմացել է, այնտեղ, որտեղ պետք է լինի ամենաուժեղը, մենք տեսնում ենք տատանումներ մեր իրավունքների պաշտպանության հարցերում, մենք տեսնում ենք արտաքին ուժերի կողմից պարտադրված որոշումների ընդունում, իսկ իրական դիվանագիտությունը բարդ, զուսպ, պրոֆեսիոնալ աշխատանք է, դա նշանակում է չսպասել որևէ մեկից փրկություն, կառուցել ոչ թե կեղծ սիրո պատմություն, այլ պրագմատիկ, պրոֆեսիոնալ, բանակցված խաղաղություն, որն ունի հակառակորդին զսպելու հստակ մեխանիզմներ եւ երաշխիքներ, տարածաշրջանում հետաքրքրություն ունեցող մի քանի խոշոր կենտրոններից։ Պետք է դադարել խաղալ ուրիշի խաղը, որտեղ մեր փոխարեն են որոշում, թե ինչ տեր եւ դեր պետք է ունենանք մենք տարածաշրջանում եւ արդյոք ընդհանրապես լինենք, թե ոչ։ Երբ կառավարությունը բարձրաձայն ու հոխորտալով խոսում է միայն իր ժողովրդի հետ, բայց միջազգային ասպարեզում գործում է թույլ, տատանվող, զիջողականորեն, պահանջներն ու վերջնագրերը ընդունվում են առանց քննարկելու։ Թույլ բանակցողը մտնում է բանակցությունների դաշտ արդեն պատրաստ լինելով զիջումների։ Թույլ բանակցողը ընդունում է իր առջև դրված բոլոր պայմանները, իսկ ավելի ուշ դա բացատրում է որպես անխուսափելի։ Թույլ բանակցողը ճնշումը համարում է ճակատագիր, իսկ զիջումները խաղաղություն։ Ահա թե ինչու մեր տարածքների կորուստները ունեցանք, ահա թե ինչու մեր բանակցային կարմիր գծերն անհետացան, ահա թե ինչու փաստաթղթեր են ստորագրվում առանց ազգային կոնսենսուսի։ Եվ սա է պատճառը, որ հասարակությունը ավելի ու ավելի է պահանջում ուժեղ բանակցող, այլ ոչ թե ենթարկվող, ցավոք, որի անունը չեն հիշում անգամ հաջորդ օրը։ Այսօր իդեմս Սամվել Կարապետյանի հասարակությունը տեսնում է ուժեղ առաջնորդ, ով հասկանում է ռազմավարությունը, բանակցային լծակների կարևորությունը, երկարաժամկետ ազգային շահերը, ուժեղ Հայաստանը կենաց չէ, այն հստակ ռազմավարություն է, այն ուժեղ բանակցող է, այն ներքին միասնություն է և կայունություն երկրից դուրս։ Հայաստանն ուժեղ է Սամվել Կարապետյանի հետ միասին։